Օրհնյալ Աստված ունենք, ամենակարող Տեր ունենք, մենք հեռու ենք, բայց աղոթքով մենք կարանք միաբանվենք։ Կարանք միաբանվենք մեր քույր եղբայրներին, որոնք այսօր լուրջ դժվարությունների մեջ են, նեղությունների մեջ են։ Կարանք խնդրենք, որ աստվածային միջամտություն լինի այդ վայրի մեջ։ Որովհետև գիտեք, որ չգիտեմ ինչքանով եք իրազեկված, բայց անգամ եկեղեցիների մեջ տարաձայնություններ կան, ընտանիքի անդամներ կան իրար ուտում են։ Ինչի համար? Մի պարզ պատճառի համար։ Մեկը ընտրում է այսինչին, մյուսը ընտրում է այնինչին։ Եվ անգամ ընտանիքի անդամներն են իրար հետ անընդհատ կոնֆլիկտային իրավիճակի մեջ։ Եկեղեցիներն են իրար հետ կոնֆլիկտային իրավիճակի մեջ։ Անգամ եկեղեցիներ կան իրար երես չեն ուզում տեսնեն, որովհետև այս եկեղեցին ընտրում է սրան, մյուսը ընտրում է նրան։ Եկեղեցի միշտ ասել եմ ու նորից ասում եմ, մենք երբեք քաղաքականությունը չպետք է թույլ տանք մտնի եկեղեցի։ Մենք պետք է կողմ լինենք, մասնակցենք այդ ամենին, բայց երբեք քաղաքականությունով մենք չենք զբաղվելու։ Մեկը սիրում է այսինչին, փառք Տիրոջը, թող սիրի։ Իրան ընտրում, փառք Աստծուն, թող իրան ընտրի։ Մյուս այսինչին, փառք Տիրոջը, որովհետև մենք չգիտենք ով է ճիշտ է։ Որոշ մարդկանց համար Սամուղլն էր լավ թագավոր, որոշների համար Դավիթ է։ Բայց ում էր Տեր ընտրել։ Սկզբում Սամուղին, հետո ընտրեց Դավիթին, հետո էլ ընտրեց Սողոմոնին։ Եկեք այդ ընտրությունների պահով երբեք իրար հետ կոնֆլիկտներ չստեղծեն։ Ուզում է նրան, աթողուսի ավելի լավ։ Եթե իր ուզածը կլինի, ոչինչ թող ինքը ուրախանա։ Եթե քո ուզածը կլինի, դու ուրախացի։ Եթե իմ ուզածը կլինի, ես կուրախանամ։ Ամեն դեպքում մենք երբ որ երկրի վրա ենք ապրում, ուրեմն երկրի մեջ մենք կարող ենք ընտրել թագավոր, առաջնորդ, ես չգիտեմ, բայց իհարկե մենք դա ընտրության հետ չենք կապում, մենք ում ենք ընտրել, եթե ուզում եք իմանալ, գնայա մեզ ընտրել, ոչ թե մենք անգամ փոքր մարդ ենք ըստ նրան չենք տեսնում, ոնց կարող նրան ընտրենք։ Ուրեմն, այսօր ուզում եմ Սուրբ Հոգու մասին խոսել։ Գիտեք, եկեղեցին առանց Սուրբ Հոգու ինքը շատ թույլ է։ Եկեղեցին չի կարող առաջնորդվի, եթե Սուրբ Հոգին չլինի։ Երկիրը նվաճելու լավագույն ճանապարհը դա ինքը Սուրբ Հոգին է։ Եվ ես գիտեմ, որ բոլոր այստեղ վերստին ծնվածները այդ Սուրբ Հոգին ունեք։ Սուրբ Հոգին ունենալ, ես չեմ խոսում լեզուների աղոթքի մասին, ես խոսում եմ Սուրբ Հոգի անձնավորության մասին։ Սուրբ Հոգի անձնավորությունը ինքը լեզուների աղոթք չի։ Սուրբ Հոգին ինքը աստվածության մի մասնիկ է։ Որոշ անձնավորությունների համար Սուրբ Հոգին ինքը զորություն է, բայց քրիստոնյա ժողովրդի համար Սուրբ Հոգին ինքը կենդանի զորություն է եւ նաեւ ինքը հզոր Աստված է։ Եվ գրված է Սուրբ գրքի մեջ, եւ Աստված ասեց. եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես, եւ այստեղ հասկանում ենք, որ Աստված խոսում է հոգնակի մեր պատկերով, եւ շարունակության մեջ էսպես ասում, ասում է եւ Տիրոջ Հոգին շրջում էր ջրերի վրա, Տիրոջ Հոգին արարող հատկություն ուներ։ Մենք գիտենք, որ 5 տակարանի մեջ կար հոր թագավորությունը եւ հայրն էր գործում։ Հետո եկավ որդու թագավորությունը, Քրիստոսը եկավ մարմնավորվեց Աստծո որդին եւ ինքը սկսեց գործել։ Մեր ժամանակների մեջ եկեղեցու գործելու ժամանակ Սուրբ Հոգին է գործում մեր միջոցով։ Ուզում եք այս երկիրը նվաճենք, լավագույն ճանապարհը Սուրբ Հոգով լցվելն է։ Պենտեկոստե բառը մենք սա մասին քարոստվել են, բայց ոչինչ որ թող կրկնություն է, շինություն կլինի։ Պենտեկոստե բառը նշանակում է 50-րդ օր։ 50-րդ օր։ Երբ որ նայում եք Սուրբ գրքի, երբ որ Աստված Իսրայել ազգի Եգիպտոսից հանեց, այդ հանելուց հետո Տերը բերեց անապատ Իսրայել ազգին, եւ մենք տեսնում ենք, որ Իսրայել ազգին Աստված առաջնորդում էր գիշերը կրակիսյունով, ցերեկը ամպիսյունով։ Եվ Պողոս առաքյալը ասում է, որ դա Սուրբ Հոգին, այդ ամպը դա Սուրբ Հոգու ամպն էր։ Այսինքն անգամ 5 տակարանի մեջ Սուրբ Հոգին ինքը առաջնորդում էր ամբողջ Իսրայել ազգին։ Եվ 5 տակարանի մեջ էր Սուրբ Հոգին կար, նոր տակարանի մեջ էր Սուրբ Հոգին կար։ Այսինքն բոլոր ժամանակներում Սուրբ Հոգու ներկայությունը կա։ Առաքյալներն այսպես մի օր հավաքված էին, մի 20 հոգով հավաքված էին, առաքյալները եւ նաեւ հավատացող ժողովուրդը, ու իրանց այդ դռները փակ ծածուկ աղոթք էին անում, խնդրում էին Տիրոջ ներկայությունը եւ գրված է որ դա 50-րդ օրն էր, այդ օրը Պենտեկոստե բառը դա որ նշանակում է 50-րդ օր, նաեւ ինքը տոն էր նվիրատվության, զոհաբերության երեխայիների առաջնեկը նվիրում էին Աստծուն, բերքի առաջնեկը, ունեցվածքի առաջնեկը բերում էին այդ օրը նվիրում էին Աստծուն։ Եվ կարելի ասել, որ Աստված այդ օրը ավելի լավ բան էր ուզում առաքյալներից եւ ժողովրդից։ Նրանց առաջնեկը իրանց սիրտն էր ուզում, ոչ թե իրանց բերքը, իրանց պատուղը, այդ օրը Աստված
նրանցից վերցրեց իրանց սիրտը, իրանց առաջնեկը, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է։ Մարդու համար ամենաթանկ բանը դա իր սիրտն է։ Իր միտքը, իր կամքը, իր զգացմունքները, եւ հենց այդ օրը Աստված վերցրեց մարդու սիրտը։ Եվ Սուրբ Գիրքը տալիս ասում է, երբ որ միաբան էին, իրար հետ աղոթք էին անում եւ հանկարծակի Տիրոջ ներկայությունը լցվեց։ Գիտեք, Աստված երբ որ այցելության է գալիս, միշտ հանկարծակի է գալիս։ Հանկարծակի դու անգամ նրա ներկայությանը չես էլ սպասում։ Կարող է հենց այսօր էլ Աստծո այցելությունը գա քեզ վրա։ Միգուցե Սուրբ Հոգով կմկրտվես, կսկսես աղոթել, միգուցե տեսիլ կտեսնես, ես չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ երբ որ նա գալիս է հանկարծակի է գալիս։ Երբ որ նա գալիս է, ինչ որ բան սկսում է մեր կյանքի մեջ փոխել։ Եկեք մի քիչ ուշադրություն դարձնենք այդ խոսքերին Հովհաննեսի մեջ, այսօր հիմնականում խոսելու եմ շատ Հովհաննեսի ավետարանից եւ Գործք առաքելոց 2-րդ գլխից։ Հովհաննեսի մեջ հետեւյալն է ասում, Հիսուս ասում է, եւ մխիթարիչը, որին ես կուղարկեմ, նա ձեզ կառաջնորդի, նա ձեզ կմխիթարի։ Հիսուսը ինքը իր տեղը դատարկ չթողեց, ասեց ես ձեզ որ չեմ թողնելու։ Ես Սուրբ Հոգին կուղարկեմ, բայց դուք պետք է ուրախանաք, որ ես գնամ, որովհետև ես չեմ կարող նույն ժամանակ բոլորիդ հետ լինել, բայց Սուրբ Հոգին, որին կուղարկեմ, նա միշտ ձեզ հետ լինելու։ Առանց Սուրբ Հոգու լեցունության, այս եկեղեցին կարելի է ասել դռները կարելի է փակել, բայց երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը կա, երբեք այս եկեղեցին ինքը կլինի գործող եկեղեցի, եւ բոլոր եկեղեցիները կլինեն գործող եկեղեցի Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Եվ որպեսզի աշակերտները կարողանային երկիրը նվաճեին, իրանք պետք է Սուրբ Հոգով լցվեին։ Ուրեմն Հովհաննեսի 20-րդ գլուխ 21-րդ խոսքը։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. «Առեք Սուրբ Հոգին, որոնց մեղքերը որ թողեք թողված լինի նրանց, եւ որոնցը որ պահեք պահված լինի»։ Փչեց նրանց վրա եւ ասեց. «Առեք Սուրբ Հոգին»։ Մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին դա եկեղեցու զորություն է լինելու, աշակերտների զորություն է լինելու։ Եվ Գործք առաքելոցում անմիջապես առաջին 3 գլխի մեջ Ղուկաս ավետարանիչը հետևյալ բանն է գրում. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը»։ Երբ կարա եկեղեցին Հիսուսի վկան լինի, երբ որ Սուրբ Հոգին նրա վրա կգա, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդիկ իրանք ճիշտ կկարողանան ներկայացնել են Քրիստոսին, որի աշակերտն ենք մենք։ Ասում է, եւ երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, դուք զորություն կառնեք եւ իմ վկաներս կլինեք։ Մենք խնդրելու ենք, որ Սուրբ Հոգին այսօր մեզ վրա գա, որպեսզի մենք զորություն առնենք եւ Հիսուս Քրիստոսի վկաները լինենք։ Մի քանի բաներ կա, որ ես ուզում եմ շատ արագ Հովհաննեսի 14, 15, 16 գլուխներից ուղղակի շատ արագ ձեզ հետ կիսվել։ Հովհաննես 14-րդ գլուխ 26-րդ խոսքի մեջ հետևյալն ասում։ Ասում է, նա սովորեցնում է մեզ։ Եթե մենք ուսման կարիք ունենք, նա սովորեցնում է մեզ։ Սուրբ Հոգին գալով սովորեցնում է մեզ։ Հիսուս ասեց, նա կսովորեցնի ձեզ, երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա։ Երբ մոռացել ենք, նա կհիշեցնի մեզ, ինչ որ ասեցի։ Տեն ասում, երբ մոռացել ենք, նա կհիշեցնի մեզ։ Շարունակության մեջ 15-րդ գլուխ 21-րդ խոսք, երբ հաստատման կարիք ունենք, նա կվկայի ինձ համար։ Նա կվկայի ինձ համար։ Երբ որ դու ուզում ես հաստատվես, նա կվկայի ինձ համար։ Գիտեք, Սուրբ Հոգին մեր մեջ գալով ինքը վկայում է, ներկայացնում է Քրիստոսին, որ մենք Քրիստոսին սիրահարվենք։ Մեր կյանքը չի կարող փոխվի, եթե մենք Քրիստոսին չսիրահարվենք։ Եղբայրս ասեց, ամենակարևոր բանը դա իր այդ հանդիպումն է։ Իսկ Սուրբ Հոգին գալով ինքը ներկայացնում է Քրիստոսին։ Սուրբ Հոգին երբեք ինքը իրան չի ներկայացնում։ Սուրբ Հոգին ավելի շատ ներկայացնում է Քրիստոսին։ Հիշում եք, Քրիստոսն է ներկայացրեց Սուրբ Հոգուն։ Ասեց, եթե մարդիկ որդուն հայհոյեք, կներվի, բայց եթե Սուրբ Հոգուն հայհոյեք, չի ներվի։ Եվ նկատում ենք, որ մեկը մյուսին բարձրացնում է, եւ հայրը հետեւյալ խոսք ասեց. դա է իմ սիրելի որդին, դրան մտիկ արեք։ Բայց Հիսուսը հետեւյալ բանն ասում, եւ հայրը ինձանից մեծ է։
Նկատում ենք, որ մեկը մյուսին բարձրացնելու հատկություն ունի։ Եվ Հիսուսն էլ բարձրացեց Սուրբ Հոգուն։ Եվ ասում է Սուրբ Հոգին, որը կգա, կվկայի իմ մասին։ Լավագույն բանը, որ կուզենամ ես ձեզ ասեմ, դա հետևյալն է, որ Սուրբ Հոգու հետ ընկերակցել է պետք, ընկերություն անել է պետք, մտերմանալ է պետք։ Բենիինը մի հետաքրքիր քարոզ ունի, բարի լույս Սուրբ Հոգի։ Այո, Սուրբ Հոգու հետ քայլել է պետք, շնչել է պետք նրա հետ, որովհետև Սուրբ Հոգին ինքը անձնավորություն է։ Մարդու հետ ինչքան շփվում ես, իր մինուսները եւ պլյուսները հասկանում ես։ Երբ որ մենք Սուրբ Հոգու հետ ենք սկսում ավելի շատ հաղորդակցություն ունենալ, ավելի շատ նրան սկսում ենք ճանաչել մոտիկից։ Սուրբ Հոգու հետ կարելի է ուղղակի շփվել։ Մտածում եք, որ Սուրբ Հոգու հետ շփվելը մենակ մի ժամ աղոթելն է կամ 2 ժամ, չէ։ Կարաս դու քտան մեջ ուղղակի նրա հետ շփվես։ Կարդալու մեջ, աղոթքի մեջ, հաղորդակցության մեջ, մարդկանց ներկայության մեջ, բոլոր իրավիճակների մեջ դու կարաս Սուրբ Հոգու հետ շփվես, որովհետև Սուրբ Հոգին քեզ հետ է։ Եկեք ավելի առաջ նայենք։ 16-րդ գլուխ 7-րդ խոսք։ Երբ որ մենք մխիթարության կարիք ունենք, հետևյալ բանն է գրված. նա կմխիթարի մեզ։ Տեսեք, Հիսուսը, երբ որ Սուրբ Հոգուն ուղարկում էր, նա ուղարկում էր, որպեսզի նա մեզ սովորեցնի։ Նա ուղարկում էր, որպեսզի նա մեզ հիշեցնի այն ինչ որ ինքը ասեց։ Նա ուղարկեց, որպեսզի վկայի իր համար։ Նա ուղարկեց, որպեսզի մեզ մխիթարի։ 16-րդ գլուխ 13-րդ խոսք։ Երբ որ մենք սխալների մեջ ենք, նա կհանդիմանի մեզ մեղքի համար։ Սա պատճառը, որ հաճախակի, երբ որ մեղք ենք գործում, մեր տեղը չենք գտնում։ Ինչքան վատ ենք զգում, չէ։ Նախկինում, երբ որ մենք քրիստոնյա չենք, ինչ ուզում անում ենք։ Ասկի վատ էլ չենք զգում, ինչ որ արել ենք։ Շատ լավ ենք զգում, լավ է, դրա աշկը պետք է ձև հանած պահես, բան է ձև, վերջը։ Հա, բայց երբ որ դարձել ես քրիստոնյա, ամեն մի ստից բանը արդեն զգայուն ես դարձել։ Տանդ անդամներն են լարված քո նկատմամբ։ Գիտես ինչի, որովհետև դու շատ զգայուն ես։ Ու երբ որ ուզում ես մի սխալ անես, 1000 օրինակներ ես բերում, որ քո սխալը հաստատես։ Բայց ինչ որ մի ձայն քեզ ասում է սխալ ես։ Որովհետև Հիսուս ասեց. երբ որ ես կգնամ, նա կուղարկեմ եւ նա կհանդիմանի մեղքի համար։ 16-րդ գլուխ 13-րդ խոսք. երբ մոլորված ենք, նա կառաջնորդի մեզ դեպի ճշմարտության, գրված է ամեն ճշմարտության։ Երբ մոլորված ենք, որն է ճիշտը, նա կառաջնորդի մեզ ամեն ճշմարտության, երբ որ մենք մոլորված ենք, որովհետև ես ու դու Տիրոջ համար թանկ ենք։ Տեսեք, Աստված ամեն կողմից իր եկեղեցին ցանկապատում է։ Տերը իր եկեղեցին չի թողնի, որովհետև մենք Քրիստոսի հարսն ենք։ Ինչ եք մտածում, միթե Աբրահամը իր հարսին հենց այնպես կթողներ։ Նա Եղիազարին դրեց իր հարսի կողքը։ Երթում արա, որ դու նրան պետքա բերես ու հասցնես իմ տղային։ Սուրբ Հոգին այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Քրիստոսի հարսին հասցնի Քրիստոսին։ Եվ դրա համար նա մեզ սովորեցնում է, նա մեզ հիշեցնում է, նա մեզ վկայում է Քրիստոսի համար, նա մեզ մխիթարում է, նա մեզ հանդիմանում է մեղքի համար, նա առաջնորդում է մեզ ամեն ճշմարտության, երբ որ հայտնության կարիք ունենք, նա կպատմի այն ամենը, ինչ որ գալու է։ Դա գրված է Դարձյալ 16-րդ գլուխ 14-րդ խոսք, հետևյալն է. եւ գալու բաները կպատմի ձեզ հայտնությունները։ Գիտեք, սու գրքի մեջ գրված ասում եմ, թե ես մի բան կանեմ եւ ինձ ծառային չեմ հայտնի։ Դու մտածում ես, որ Հիսուսի գալուստը եկեղեցու հափշտակությունը լինելու է գաղտնի։ Ես էլ եմ այդպես մտածում, բայց ես ձեզ ասեմ, որ մեզ համար շատ գաղտնի չի լինի, որովհետեւ մենք արդեն գիտենք, որ Տերը գալու է։ Եվ մենք սպասում ենք նրա գալստյանը։ Սուրբ Հոգին ինքը անձնավորություն է։ Սուրբ Հոգին ինքը լոկ լեզուների աղոթքը չի, որ ուղղակի լեզուներով աղոթենք ու մտածենք, որ դա է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին դա Աստված է, որ ապրում է մեր մեջ, նա խոսում է մեզ հետ, նա սովորեցնում է մեզ, նա հանդիմանում է մեզ, նա խրատում է մեզ, նա առաջնորդում է մեզ, երբ որ մենք դժվարությունների, մոլորությունների մեջ ենք, նա մեզ հանդիմանում է մեղքի համար, ամեն ինչ Սուրբ Հոգին անում է եկեղեցու համար։ Դուք ասես ամեն։ Այնպես որ մենք հասկանում ենք, որ Փառք Տիրոջը, որ Հիսուսը գնաց եւ իր տեղը դատարկ չթողեց։ Ինքը Սուրբ Հոգուն ուղարկեց։ Եկեղեցի Սուրբ Հոգին քեզ հետ է։ Ուր ուզում է գնաս Սուրբ Հոգին քեզ հետ է։
Ինչ իրավիճակի մեջ ուզում ալին է Սուրբ Հոգին քեզ հետ ա։ Մեկ վարկյան անգամ Սուրբ Հոգին ինքը քեզ չի թողնելու։ Դու այսօր ասում ես անապատ։ Եղիազարն է Ռեբեկայի հետ ասում էր այդ անապատը։ Բայց Եղիազարը Ռեբեկայի հետ էլ միջև կհասցներ Իսահակին։ Ինչքան անապատ, ինչքան դժվարություն, ուխտով այդ երկար ճանապարհ գնալը շատ հաճելի չէր։ Եկեղեցի, այս դժվար օրերի մեջ, սա անապատ է, որ մենք քայլում ենք ուխտով, գնում ենք ուխտով, բայց միևնույնն է, մեզ համար դժվար չի լինի, որովհետև Սուրբ Հոգին ինքը մեզ հետ է։ Ժամանակ առ ժամանակ Սուրբ Հոգին մեզ մխիթարում է, նա մեզ քաջալերում է, նա մեզ նվերներ է տալիս, նա մեզ օրհնում է, մինչև մեզ կհասցնի այդ Քրիստոսին հարց։ Եվ այն ժամանակ, երբ որ կգնանք, նրանք կտեսնենք, նրանք կճանաչենք, նրանք կգրկենք ու հավիտյանս հավիտենից նրա հետ կապրենք։ Եվ այն ժամանակ վերջ կլինի ամեն բանի, որովհետև Տերը սպասում է մեզ, եւ նրա Սուրբ Հոգին այսօր մեզ ամեն քայլի մեջ մեզ առաջնորդում է։ Ես ասեցի Գործք առաքելոց 1:8-ի մեջ գրված է, ասում է, եւ երբ որ Հոգին կգա ձեզ վրա, դուք զորություն կառնեք։ Առանց զորության մենք չենք կարող մեղքին հաղթենք։ Փորձեք մեղքին հաղթեք, անհնար է մեղքին հաղթել։ Երբ որ Սուրբ Հոգով լցվում ենք, երբ որ զորանում ենք, փորձի, երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է քեզ վրա, աղոթում ես, այդ այցելվում ես, այդ այցելությունից լացում, հուզվում ես, վեր կացու գնամ մեղ գործի։ Չես կարող մեղ գործես։ Գիտես ինչքան քեզ պետքա տրամադրես իպես, ինչքան պետքա քեզ ամոթանք տաս, որ գնաս այդ մեղքը գործես։ Չես կարողանում, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդիկ իրանք դառնում են Աստծո կողմից կառավարվող մարդիկ, որովհետև այն ազնվորությունը, որը քեզ հետ է, նա քեզ առաջնորդում է դեպի փառք։ Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ։ Եկեք գնանք իրար հետ Գործք առաքելոց 2-րդ գլուխը։ Սրա մասին շատ բազմիցս անգամներ քարոզներ լսել եք, բայց քանի որ Պենտեկոստեի օրերը եկան անցան, ես այստեղ չէի, որոշեցի, որ մի քիչ Պենտեկոստեի մասին ձեզ քարոզեմ։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը մի բան մեկ տեղ էին եւ հանկարծակի երկնքից է։ Մի հատ ասա հանկարծակի երկնքից։ Գիտեք, միշտ իմացեք, երկնքից բաները գալիս են հանկարծակի։ Ինչքան է եղել, որ հավատքով լցված ինչ-որ մեկի համար, մի բանի համար աղոթել ես։ Ու պատասխանը եղել է 0։ Երկինքը լուր է, աղոթում ես, բաներ կա, իմիջայլոց աղոթում ես, մեկի հրաշք է կատարվում։ Եղել է այդ ձևի բաներ ձեր կյանքի մեջ, թե չէ, իմ կյանքի մեջ շատ է եղել, տրամադրված, գնացել եմ, հատուկ գիշեր արտացել եմ, այդ բանի համար աղոթել եմ, ոգևորվել եմ, ծով եմ վերցրել, գնացել եմ, որ աղոթենք այդ հրաշքը կատարվի, չի եղել ոչինչ։ Եղել է բան, որ ուղղակի աղոթել ես, մեկ էլ մոտեցել են, շնորհակալ եմ Հովիվ ջան, հիշում ես այն աղոթքիցդ հետո զարմացել ես ու հասկացել ես, որ դա դու չես։ Ամեն։ Դու չես, գիտես ինչի, որ չասես, գիտես ես որ աղոթում եմ իջեր ալը։ Դու որ աղոթում ես ոչ մի բան չի նա, բայց երբ որ Տերը սկսում է ներգործել ամեն ինչ նման, դա լինում է հանկարծակի։ Եվ այստեղ առաքյալներն էս հավաքված են իրանց համար ակուրատի, վախեցած, դռները փակ, իրանց համար աղոթում էին, Տիրոջ մասին խոսում էին։ Մեկ էլ հանկարծակի ինչ կատարվում է, միշտ հանկարծակի է կատարվում Տիրոջ այցելությունները։ Այնպես որ միշտ Տիրոջը շնորհակալություն ասա, որ ինքը քո կյանքի մեջ էլ հանկարծակի բաներ անում։ Ուզում եմ ես քեզ մի հատ հարց տամ։ Ինչքան բաներ կա, որ դու աղոթել ես, որ Աստված պատասխանի։ Հարց եմ ուզում տամ, եթե Տերը չպատասխանի, ինչ կանես։ Շարունակեմ աղոթել։ Հալելույա։ Իսկ եթե ընդհանրապես այդ հոգսերի պատասխան չտա։ Փառք Տիրոջը։ Գիտեք, շատ քրիստոնյաներ կան, գալիս են Տիրոջը խնդրելու, ստանում են, հեռանում են, չեն ստանում, նեղանում են։ Գիտես, մենք քրիստոնյաներս, մենք հեռացողներից չեն լինելու, ոչ էլ նեղացողներից եւ ոչ էլ թողնողներից Տիրոջը, անկախ նրանից Տերը իմ հոգսին կպատասխանի թե չի պատասխանի, միևնույնն է ես Տիրոջը երկրպագու եմ։ Ամեն։ Անկախ ամեն ինչից, Տերից տվել է թե չի տվել, այ ես Տիրոջն եմ երկրպագելու, որովհետև ես նրա երկրպագուն եմ։ Սիրելի եկեղեցի, Աստված մեզ համար լավագույնն է պատրաստել։ Եթե անգամ երկրի վրա քո հոգսին Աստված պատասխան չի տալի, դրանից ոչ հիասթափվի, ոչ նեղացի, ոչ էլ հեռացի, այլ ընդհակառակը շարունակի Տիրոջը երկրպագել։ Սա նշանակում է, որ դու չես գալի քո հոգսը Տիրոջից վերցնելու, դու գալիս ես Տիրոջը երկրպագելու, բայց ասեմ, Տերը բաներ անում հանկարծակի։ Ամեն։ Որ դու չես էլ սպասում ինքը հանկարծակի ամեն ինչ կանի։ Եվ գրված է Սուրբ գրքի մեջ մի քանի բաներ կա, որ Աստված արեց այդ ժամանակ, եւ ասում հանկարծակի երկնքից մի ինչու եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Եվ որ Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ սկսում է գործել, ինքը փոխում է մեր լսելիքները։
Մենք միշտ հակված ենք վատ բաներ լսելու, ինչքան վատ բաներ կա, ավելի արագ ենք ընկալում, քան թե լավ բաները։ Վատ բաները փորձել եք չենք մոռանում։ Լավ բաները մոռանում ենք, որ լավ բաներ ասում, մոռանում ենք ասենք։ Վատ բաները հիշողությունից դուրս չի գալու։ Այդ վատ բանը անընդհատ կրկնում ես, պարկում ես, քնելու իր այդ, քնում ես իր այդ վեր ես կենում։ Բայց լավ բանը շատ արագ մոռանում ես։ Երբ որ ասում մարդիկ Սուրբ Հոգով լցվեցին, ասում սաստիկ փչող մի հատ քամի, ձայն։ Առաջին բանը որ Սուրբ Հոգին անում է մեր կյանքի մեջ, ինքը փոխում է մեր լսելու ձևը։ Մենք սկսում ենք սիրել լավ բաներ լսել, լավ բաներ։ Մեր լսելիքներն է փոխում եւ փառք Տիրոջ այս ամենի համար։ Հիշում եք ժամանակներ առաջ ինչքան շատ սիրում էի հայհոյանքներ լսել, կամ էլ անեծքներ, կամ բամբասանքներ, կամ վատ բաներ, բայց ինչ հավատքի ես եկել, երբ որ կողքդ հայհոյում են ինչ ես անում։ Թողում ես հեռանում ես, զզվելդ գալիս է, զարմանում ես, ասում ես մարդ ես քան կեղտոտ բերակ ունենա։ Ես վերջերս խանութում էի եւ իմ հետևին մարդիկ կան ու ասես բարձր հայհոյանքով բաներ են խոսում։ Այնքան տհաճ էր, երբ որ այդ աստիճանները էսկալատորը իջանք հասանք, տեղ ասիլա նայում տեսնել ով էր այդ ձև լկտի խոսում, խոսացողը աղջիկ էր, հայհոյանքներով։ Նայեցի տեսա 12-13 տարեկան աղջիկներ են, 12-13 տարեկան, ես ամաչեցի այդ ժամանակ հետ նայեմ, ասեցի մի կասեն թե սով այս հետ ամնացել, հա, բայց երբ որ իջանք ներքև եկան հասան 12-13 տարեկան աղջիկներ, լկտի բառերով, բարձր, երբ որ անապաշխար էինք, այդ ձևի բառերը հաճելի էր, բայց երբ որ դառնում ես քրիստոնյա, Տերը փոխում է քո լսելիքները։ Երկրորդ բանը, եւ ամենքը Սուրբ Հոգով եւ շարունակության մեջ, երկրորդ բանը, եւ երևցավ նրանց բաժանված լեզուներ, ինչպես թե կրակից եւ նստեց ամեն մեկի վրա։ Երկրորդ կարևոր բանը եւ լավ բանը, որ Սուրբ Հոգին մեր մեջ գալով անում է, ինքը փոխում է մեր տեսնելու ձևը։ Ժամանակներ առաջ ինչ էր շատ հակված, սիրված նայում։ Այսօր եկել է կյանքիդ մեջ, Աստված ամեն ինչ փոխել է, այլևս չես ուզում վատ բաներ նայես, ուզում ես լավ բաներ նայես։ Չես ուզում աշխենի տառ չէ, որովհետև 5 դակարանի մեջ է ձևա գրված, ասում է անիցիալ բան, երբեք տունը չբերես եւ քո աշխենի առջև չդնես։ Անիցիալ բան։ Գիտեք, այսօր այն ժամանակ գնում էին, բերում էին, այսօր պետք չի գնալ բերել։ Այնա հեռախոսը մեջ կտասնում ես տուն էին գալիս։ Միանգամից պետք չի կտանջվել, տառապել, այդ հազար ներողություն եմ խնդրում, աշխարհիկ ժամանակ, երբ որ ուզում ենք մի ֆիլմ նայենք, գնում ենք վիդեոն պրակատով վերցնում, կասետներ, եսիմիշ, բերում, տեղը ճարում, այսօր ամեն ինչը հեշտ է, ուտը միացնում ես, ինչ ուզում ես նայում ես։ Բայց Սուրբ Հոգով լցված մարդիկ, ասում են, երբ որ Սուրբ Հոգով լցվեցին, ասում են մարդիկ կրակից լեզուներ տեսան, որ նստեցին ամեն մեկի վրա։ Երկրորդ կարևոր բանը, որ Աստված մեր կյանքի մեջ անում է, փոխում է մեր տեսնելու ձևը, որ մենք ավելի լավ բաներ սիրենք նայել, ոչ թե վատ բաներ։ Սա է պատճառը, որ երբ որ մենք վատ բաներ ենք տեսնում, սկսում ենք ավելի ցավ ապրել։ Երրորդ կարևոր բանը, երբ որ մարդը ինչ տեսնում է եւ ինչ որ լսում է, մտնում է իր սիրտ, չէ՞, այդպես է։ Քո տեսածն ու քո լսածն է մտնում սիրտը։ Եթե դու մի բան ոչ տեսել ես, ոչ լսել ես, սիրտը չի մտնի։ Բայց Պողոս Սարաքյանն ասում է, երբ որ մի մարդ գիտեմ, ասում է, մարմնով էր, թե առանց մարմին չգիտեմ, ասում է, մինչև երրորդ երկինք հափշտակվեց, անպատմելի բաներ տեսավ, անպատմելի, ասում է, ոչ աշկա տեսել, ոչ ականջա լսել, ոչ սիրտ անգել, այնպիսի բաներ տեսավ, որ չկարողացավ ներկայացնի մարդկանց թե ինչա տեսել, ու ես համոզված եմ, եւ դա էլ պատճառն է, որ Պողոս Սարաքյալը սիրահարված էր Քրիստոսին։ Ուղղակի նրա տենչանքը երկինք գնալն էր։ Եթե մեզանից որևէ մեկին ասեմ, երբ կուզենաս երկինք գնաս, պատասխանը սա կլինի։ Երեխեքից տեղավոր եմ, մեկ է շատ բան չեմ ուզում, ուզում եմ թորներիս հարսանիքին միայն ջիգարով պարել։ Շատ բան չի ուզում։ Հա, հետո այն վաղ, նրանից հետո, այդ չեմ ուզում շատ ծերացած, 98-ից հետո այդ իմաստը չունի ապրել այդքան։ Հա, մենք միշտ ուզում ենք ավելի, բայց Պողոս Սարաքյալը ասում է իմ համար գնալը օգուտ է, մնալը ձեզ է օգուտ, բայց գնալս շահ է ինձ համար, երբ որ գնամ ինձ համար շահ է, որովհետև տեսել էր թե Աստված ինչեր է պատրաստել։ Երբ որ մենք ինչ որ բաներ տեսնենք, մեզ համար երկինք գնալը կդառնա առաջնային, բայց քանի որ դեռևս չգիտենք երկինքը ինչ ձևի տեղ է, որոշներս վախենում ենք, որ այս կյանքից գնում ենք ջիգարով, ծոմ վերցրեք սաղ եկեղեցով, աղոթեք, հանկարծ ես այս կյանքից չգնամ, գիտես ինչի, որովհետև դեռ չգիտես դու ուր ես գնալու, բայց եթե իմանանք ուր ենք գնալու, կասենք Տեր, արի,
Հայտնության գրքի մեջ գրված է. ով որ կլսի Քրիստոսի գալուստի մասին, ասա եկուր, արիտեր, ամեն։ Եկեք նայենք շարունակության մեջ ասում եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, ինչ արեցին, լցվեցին, տեսնելով, լսելով, մենք սկսում ենք լցվել, այն ինչ որ մենք տեսել ենք ու լսել ենք։ Եվ բոլոր Սուրբ Հոգով լցվեցին, եւ չորրորդ կարևոր բանը, որ Սուրբ Հոգին մեզ ամբողջությամբ ջերի անում իր համար գրված է, եւ սկսեցին ուրիշ լեզուներ խոսել։ Դուք հասկացել եք, որ մենք աշխարհին թարս բան ենք խոսում, հակառակ բան ենք խոսում։ Աշխարհն ինչից խոսում է, դու հոգեվոր բաներից ես խոսում։ Գիտես ինչից է, որովհետեւ դու դրանով ես լիքը։ Դու չես կարողանում ուրիշ բան խոսես։ Ինքը խոսում է փողի մասին, դու խոսում ես տավողի մասին։ Ինքը խոսում է իր հաջողությունների մասին, դու խոսում ես այդ հեղինակի մասին։ Ով է եղել այդ հեղինակը։ Իր համար դու շատ անհասկանալի մարդ ես։ Բայց սա դրական նորմալ բան է։ Երբ որ դու սկսում ես գերբնական բաներ խոսալ, սա լավ է, երբեք վատ մի զգա։ Ես հաճախակից բռնացել եմ, որ շատ եմ ոնց որ ծայրահեղ, բայց ես ինքսից հավասում եմ, որ շատ վատ մի զգա։ Նրանք ավելի ծայրահեղ են։ Նրանք էլ խոսում են այն ինչ որ իրանք գիտեն։ Ես խոսում եմ այն ինչ որ ես գիտեմ։ Նրանք ինչով լցված են դրա մասին են խոսում, ես ինչ որ լցված եմ դրա մասին եմ խոսում։ Երբեք ես վատ մի զգա, որ դու անընդհատ Աստծուց ես խոսում։ Որ դու երկնային բաներից ես խոսում, որ դու Տիրոջ խոսքերից ես խոսում։ Երբեք վատ մի զգա։ Մարդիկ կան, գունավոր հայհոյանքներ գիտեն։ Դու Տիրոջ խոսքը գիտես։ Վատ մի զգա, փառք Տիրոջը։ Երբ որ անապաշխար են փոքր երեխաներին հայհոյելու ձևը սովորացնում ենք, ասում ենք հայհոյի սրան։ Երբ որ դարձել ես քրիստոնյա, ասում ես որտեղ է բնակվում Հիսուսը բալես։ Մենակ երկնային բաներ է սովորացնում։ Վատ մի զգա, սա երկնային ապրելաձև է, որովհետև գրված է, նրանք խոսեցին, ինչ որ իրենք լցված էին դրանով, ինչ որ Սուրբ Հոգին իրենց խոսել էր տալիս, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ինչպես Հոգին խոսել է տալիս, նրանք այդպես են խոսում։ Պետք չի մենք մեզ ստիպենք, ինչ ենք անելու։ Սուրբ Հոգին ինքը մեր առաջնորդն է։ Ինչի համար է լեզուների աղոթքը։ Այդ Սուրբ Հոգու այդ դրսևորումը լեզուների աղոթքը։ Ես խոսեցի մի քիչ Սուրբ Հոգու մասին։ Ուղղակի նորից եմ ասում, ես չեմ կարող Սուրբ Հոգուն ամբողջությամբ ներկայացնել, բայց Սուրբ Հոգու հետ ընկերություն ենք անելու, որպեսզի կարողանանք Սուրբ Հոգուն ավելի ճանաչել։ Եթե ուզում եք իմանալ Եսի ձևի անձնավորությունը, ինչքան իմ հետ շփվել, այնքան իսկ կճանաչեք։ Բայց ասեմ, շատ մի շփվեք ինձ հետ։ Եթե շատ շփվեք, շատ շուտ կհիասթափվեք։ Ավելի լավ կլինի միշտ հերվիզ նայեք, որ ես լավ հովիվ եմ։ Դա այդ ձևը։ Մենակ կողակիցներն են, որ հիասթափվում են, բայց ճար չունեն։ Վсё։ Արդեն ամուսնացած են, ուխտով կապված են։ Այդ բաժանում չկա։ Ընկերները շատ շուտ կթողնեն կգնանք ասեն, այ մարդ ես հասկացա, որ սա իմաստի չէր, բայց կողակիցները չեն կարողանում տեղ գնալ, որովհետև ուզեն թե չուզեն ապրելու են քու հետ։ Դուք ասես ամեն։ Դեռ որ ինձ է օրինակ վերեմ, ծիծաղում եք ամեն եք ասում եմ գորացնում քեզ հետ։ Այդ ձեն չկա։ Մարդու հետ ինչքան շփվում ես, այնքան հիասթափվում ես, Սուրբ Հոգու հետ ինչքան շփվում ես, այնքան սիրահարվում ես։ Գիտեք պատճառը, որ դուք շատ եք սիրահարված, պատճառը, որովհետև դուք շատ եք շփվում Սուրբ Հոգու հետ։ Շատ շփվեք, ինչքան կկարողանաք շփվեք, ինքը միշտ ձեզ հետ է։ Լսեք իր ձայնը այնքան քաղցր է։ Իր խոսքը այնքան հաճելի է, նա միշտ մեզ հետ է, նա մեզ առաջնորդում է փառքից փառք, զորությունից զորություն։ Ինչ անում Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, Գործք առաքելոց 4-րդ գլուխ 32-37 խոսքերի մեջ ասում է, երբ որ Սուրբ Հոգին եկավ, նրանց անգամ զոհաբերությունների ձևը փոխեց։ Ամեն ինչ փոխեց։ Այդ Սուրբ Հոգու ներկայությունը, երբ որ գալիս է, մարդկանց մեջ ամեն ինչ փոփոխության է ենթարկվում։ Մարդիկ սկսում են ավելի զոհաբերել իրաց կյանքը։ Գիտես, քանի Սուրբ Հոգին չկա, մենք այդքան զոհաբերող մարդ չենք, բայց երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ գալիս է, մենք դառնում ենք զոհաբերող մարդիկ։ Մի զարմացեք, որ այսօր դուք եկեղեցու շենք եք կառուցում։ Մի զարմացեք։ Շատ մարդիկ են եղել, որ այս քաղաքի մեջ ապրել են, ծառայել են, ապրում են, ծառայում են, ոչ մի բան չեն սարքում։ Դուք ասես ինչի չզարմանամ, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդիկ իրանց զոհաբերության ձևը փոխվում է։ Իրանք հասկանում են, որ իրանց պետք է ստիպեն, որպեսզի Աստծո թագավորությունը այս քաղաքի մեջ կառուցեն, այս երկրի մեջ կառուցեն։ Մարդիկ ընտանիքներ են կորցրել։ Աստծո թագավորության համար գնացել են, ընտանիքներ են կորցրել, իրաց կյանքն են կորցրել։ Մենք չենք ուզում դաժե
երկու կոպեկ զոհաբերություն անենք։ Ասում ենք, եկեղեցու շենք ենք սարքել, հա դե որ սարքվի կտենանք, հլա սարքվա թե չէ։ Աստծո մարդիկ, Տերը օգնի ձեզ, զորացեք եւ թող Սուրբ Հոգով այնքան լցվենք, որ իսկապես Աստված մեր զոհաբերության ձևը փոխի։ Ես հավատում եմ, որ տվող մարդիկ միշտ կունենան, տվող մարդիկ միշտ հնձող կլինեն, կունենան իրան, որովհետեւ նրանք տվող մարդիկ են։ Սուրբ գրքի մեջ հաճախակի այդ խոսքերը վերում, բայց թույլ տվեք նորից ասեմ, Աստված միշտ սովածին հաց է տալիս, բայց սերմանողին սերմա տալիս։ Եթե դու միշտ սոված ես, հաց ես ուզում, ինքը քեզ ամենօրյա հացը կտակ ուտես, բայց եթե դու սերմող մարդ ես, Տերը քեզ հացի գումարից ավելին է տալու։ Դու սերմող մարդ ես, ինքը տալու է, որ դու կարողանաս սերմես։ Մենք այս քաղաքի մեջ Աստծո թագավորությունը պետք է կառուցենք։ Ամեն ինչ անելու ենք։ Ես չեմ լինի այս եկեղեցում այլևս հովիվ, բայց ինչ որ մեկը այս եկեղեցին կլինի եւ այստեղ այս եկեղեցին կգործի ու կծառայի։ Նա էլ չի լինի, նրանից հետո մեկ ուրիշը կհովվի ու կգործի այս եկեղեցին։ Եվ այս եկեղեցին մտածեցին, օ, այդքան տարիք է ապրել են։ Ով գիտի, բայց չենք անելու։ Բայց ուզում եմ մի բան ասեմ, եթե մենք զոհաբերող մարդ ենք, մենք Աստծո թագավորությունը այս երկրի վրա կկառուցենք։ Մենք չենք լինի, մեզանից հետո մեր երեխաները կծառայեն այդ եկեղեցուն։ Ու փառ կտանեն Աստծուն, որին մենք ենք փառավորել։ Մենք երկնքից կտեսնենք ու կուրախանանք։ Երբ որ մենք Սուրբ Հոգով լցվում ենք, Սուրբ Հոգին փոխում է մեր գործելու ձևներ։ Մեր գործելու ձևն էլ է փոխում Սուրբ Հոգին։ Դու այլևս այն ձև չես գործում, ոնց որ նախկինում էիր գործում։ Քո գործելու ձևը փոխվում է, ոճը փոխվում է։ Եկեք Սուրբ Հոգուն խնդրենք, Սուրբ Հոգի ջան, լցրու ինձ։ Լցրու, որ իմ ծառայելու ձևն էլ փոխվի, իմ խոսելու ձևն էլ փոխվի, իմ լսելու ձևն էլ փոխվի, իմ սրտի պարունակությունն էլ փոխվի, իմ տեսնելու ձևն էլ փոխվի։ Ես ուզում եմ իմ զոհաբերության ձևն էլ թող փոխվի։ Ես չեմ ուզում ամենօրյա անգիրարած մարդու նման լինեմ։ Ես ուզում եմ մի նոր ձև ապրեմ։ Ես ուզում եմ ապրեմ այնպես, ոնց որ դու ես ուզում ապրես։ Ուզում եմ իմ գործելու ձևը փոխվի։ Եվ գրված է, որ առաքյալները գնում էին տաճար աղոթելու։ Այդպիսի բան իրաց կյանքի մեջ չէր կատարվել։ Սուրբ Հոգու լեցունությունից հետո գնացին տաճար աղոթելու եւ մի հատ կախ տեսան։ Իցն է կախ։ Միշտ բերում էին, դնում էին իրան այդ տաճարի դռան մոտ, որ փող հավաքի իր ապրելու համար, իր ծախսի, իր դեղորայքների համար։ Եվ այս կաղը, երբ որ տեսավ առաքյալներին, սպասում էր, որ առաքյալները մի բան կտան, որովհետև գիտեր, որ նրանք հավատացյալ մարդիկ են, ջոմարդ են։ Հավատացյալները միշտ ջոմարդ են։ Դու վախեցակ ասեք ամեն։ Լավ անհավատները միշտ ջոմարդ են։ Հա, ջոմարդ բառը։ Շենդրի է։ Առատաձեռն են, առատաձեռն են։ Քրիստիաններն են խոսում։ Շատ առատաձեռն են հավատացյալները եւ սպասում է, որ առաքյալներից ինչ-որ մի բան կստանա։ Եվ նայեցին այդ կաղին ու ասեցին, արծաթ ու ոսկի չունենք։ Վա։ Բայց ինչ-որ ունենք, այն քեզ ենք տալի։ Նազովեցի Հիսուսի անունով վեր կացու մանարի եւ վեր կացավ ու սկսեց քայլել։ Երբ որ Սուրբ Հոգով մենք լցվում ենք, մեր գործելու ձևն էլ է փոխվում։ Աստված մեր միջոցով կարա հրաշքներ անի։ Որովհետև մենք Սուրբ Հոգով լցված մարդիկ ենք, դա մենք չենք, դա նա է, ով մեր մեջ ապրում է, նա է, ով մեզ առաջնորդում է դեպի Հիսուսին։ Եվ որպեսզի առաքյալները կարողանային ավելի գործեն, ծառայեն, Աստված դրանց Պենտեկոստ է արեց։ Այդ օրը բերեց նրանց կյանքի մեջ ու նրանք լցվեցին ու սկսեցին լեզուներով աղոթել։ Ինչի համար լեզուներով սկսեցին աղոթել։ Գիտեք, մեր օրերի մեջ ամենաարագ գաճող եկեղեցին երկրի վրա դա լեզուներով աղոթող եկեղեցին է։ Եվ չգիտեմ դու ինչքանով ես տեղյակ, բայց նրանք ովքեր որ Սուրբ Հոգով լցված են, այդ եկեղեցիները ամենաարագ եկեղեցիներն են։ Գիտես ինչի, որովհետև 14-րդ գլուխ 4-րդ համարի մեջ առաջին Կորինթացիս 14:4-ի մեջ գրված է, ասում է, երբ որ մենք լեզուներով սկսում ենք խոսել, անձը շինություն է ստանում։ Անձը շինություն է ստանում։ Դրա համար շատ աղոթեք լեզուներով։ Մանավանդ տանը, մանավանդ ձեր առանձնասենյակում շատ աղոթեք լեզուներով։ Դու վախենում ես հաճախակի լեզուներով աղոթելուց, որովհետև մտածում ես, որ կարող է ուրիշ բաներ ասես, սխալ բառեր ասես, կարող է վատ մտքեր ասես, ես քեզ ասեմ, ուղղակի ազատ լեզուներով աղոթի, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդիկ վատ բաներ չեն կարող ասեն, դուք ասես ամեն։
Սուրբ Հոգով լցված մարդիկ սխալ բառեր չեն կարող ասել։ Շատ մարդիկ թարգմանություններ են անում, իբր թե թարգմանել են, գցել են ինտերնետ եւ նրանք բացահայտել են, որ դա երբեք այդ մարդիկ բացահայտողները սուտ կխոսեն, կհայոյեն, բայց Սուրբ Հոգով լցված մարդիկ, որոնք լեզուներով կաղոթեն, նրանք երբեք վատ բառեր չեն ասել։ Որովհետեւ Հիսուսը պարզ ասել. Միթե եթե քո որդին քեզանից հաց ուզի, դու քար կտաս նրան։ Միթե եթե քո որդին ձուկ ուզի, օձ կտաս նրան։ Եթե դուք չար եք եւ ձեր որդիներին աղեք ընծաներ տալը գիտեք, որքան առավել ասում է ձեր հայրը, որ իրանից Սուրբ Հոգին ուզե, ինքը Սուրբ Հոգին պետք է տա ձեզ։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է ձեր վրա, ազատ լեզուներով աղոթել, ուղղակի բացի քո բերանը եւ լեզուներով աղոթի, որովհետեւ Պողոս Սարաքյանն ասում է, դա անձի շինության համար է։ Երկրորդը Առաջին Կորինթացիս 14-րդ գլուխ 22-րդ համարի մեջ ասում է, դա վկայություն է անհավատներին։ Գիտեք սա ինչ անհավատների մասին է, հավատացյալ անհավատների, որ հավատացյալ են ու անհավատ են։ Երբ որ մարդը Սուրբ Հոգով սկսում է աղոթել լեզուներով, այս հավատացյալ անհավատները վկայություն են ստանում իրան։ Ու դու համոզվում ես, որ իսկապես դա ճիշտ է։ Գիտեք ամբողջ Աստվածաշունչը ում համար է գրված, հավատացյալների, անհավատների համար ոչ մի բան գրված չկա, սա հավատացյալների համար է, որովհետև անհավատները չգիտեն Աստվածաշունչը ինչ է, միայն հավատացյալները գիտեն։ Բայց ասեմ անհավատներն էլ սորերի մեջ արդեն սովորել են, անհավատները գիտեն այն տողերը, որը վերաբերվում է հավատացյալներին։ Հավատացյալներն էլ շատ բաներ կարդում են, որը վերաբերվում է իրենց կողքիններին։ Ոչ թե իրենց, այլ իրենց կողքիններին։ Այնպես որ երբ որ մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին անհավատների համար վկայությունը, այսօր շատ հավատացյալներ կան, որոնք որ չեն հավատում, որ Սուրբ Հոգու մկրտությունը դա իրական է, կենդանի է եւ զորավոր է։ Եվ այդ անհավատ հավատացյալների համար Սուրբ Հոգու մկրտությունը դա զորություն է։ Եվ դրա համար ասում է, դա նրանց համար վկայություն է։ Ես հիշում եմ, ես պատմել եմ դրա մասին, երբ որ եղբորս հետ գնացին գիշերային աղոթքի, իմացա, որ այդտեղ ում համար աղոթում են Սուրբ Հոգով մկրտվում են, ես մեծ եղբորս վերցրեցի ու գնացինք աղոթելու։ Ու բոլորս ծնկած աղոթք ենք անում ու ես խնդրում եմ Տեր, ասում եմ, ես քոնն եմ։ Չգիտեմ որտեղից է հայտնություն առել, որ ես հայել Իրանն էի։ Ասում եմ, ես գիտեմ, որ ես քոնն եմ ու քոնը խնդրում եմ, գոնե եղբորս Սուրբ Հոգով մկրտի, թող սա էլ քոնը դառնա Տեր։ Ես այդպես աղոթում եմ ու ինձ ասում են հանգստացի եղբայր ջան, հանգստացի, ես մկրտվել եմ ու չեմ էլ հասկանում, լեզուներով աղոթում եմ, գոռալով, վժվժալով, չգիտեմ ինչ ձեր բան, ինձ ասում են հանգստացի եղբայր ջան, հանգստացի, ու բացահայտեցի, որ ես լեզուներով մկրտվել եմ։ Բայց ես աղոթում եմ, որ եղբայրս Սուրբ Հոգով մկրտվել է։ Դա անհավատների համար վկայություն է, եւ գիտեք եղբայրս ինչ ասեց։ Ասում երբ որ տեսա որ դու լեզուներով աղոթում ես, ասի ուրեմն դա ճիշտ է։ Ես գիտեի որ մամային եկեղեցում սովորացրել են, ասել են այդ բառերը սովորի տանը ասա, բայց որ դու եկեղեցի չէին գնում ու դու այդքան շուտ սկսեցին խոսալ, ասի ուրեմն դա ճիշտ է, ոչ թե սովորացնում են, այլ Սուրբ Հոգին է, իրական է դա։ Այնպես որ շատ հավատացյալ անհավատների համար Սուրբ Հոգու մկրտությունը դա վկայություն է։ Շատ աղոթենք լեզուներով, որպեսզի մեր անհավատ կողմերը ուղղակի հավատքի գա։ Երրորդը Հռոմայացի 26-ի մեջ Սուրբ Հոգու լեզուների աղոթքը, երբ որ Հռոմայացիներից մեջ Պողոս Սարաքյանն ասում է, մենք ինչ ենք աղոթելու, չգիտենք, ինչի համար ենք աղոթում, դա չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքներով հորը բարեխոսում է սուրբերի կարիքների համար, եւ միայն սրտերը քնողը գիտի Հոգու ինչ խորհել է, որովհետեւ հոր կամքի համար համեմատ է աղոթքանում։ Երրորդ բանի մեջ անգամ սատանան չի հասկանում ինչ է աղոթում Սուրբ Հոգին եւ դրա համար մենք շատ սիրում ենք աղոթել Սուրբ Հոգով, որովհետեւ սատանան չգիտի, Սուրբ Գիրքն ասում է, որ միայն սրտերը քնողն է հասկանում, միայն նա է մեր սրտերը քնողը, միայն սրտերը քնողն է հասկանում ինչ է աղոթում Սուրբ Հոգին, անբարբար հառաչանքներով, միգուցե քո մոտ անբարբար հառաչանքներով, միգուցե ուղղակի քեզանից հառաչանք է դուրս գալիս, միգուցե հրեշտակների լեզուներ ես դու աղոթում, միգուցե մարդկային բնական լեզուներ ես աղոթում, բայց ես քեզ հետևյալն եմ ասում, աղոթի, ինչ աղոթում ես աղոթի, որովհետև դրա մեջ գերբնական զորություն կա։ Սուրբ Հոգով լցված մարդկանց կյանքը դառնում է գերբնական,
Գերբնական, այսինքն դու ապրում ես երկրի վրա, բայց դու գերբնական մարդ ես, դու զորավոր մարդ ես, որովհետև դու աղոթում ես լեզուներով, եւ այդ լեզուների աղոթքը ոչ մեկը չի հասկանում, միայն քո հայրը։ Ես երբ որ ես գիշեր արթնացա, որ աղոթում եմ, երբ մի անգամից մեջս մի բան եկավ, որ լեզուներով աղոթի, եւ խնդրեցի Սուրբ Հոգի ջան, խնդրում եմ, ես լեզուներով աղոթում եմ, բայց այն քույր եղբայրներս, ովքեր աղոթի կարիք ունեն, ես աղոթք եմ բարձրացնում նրանց համար ու աշխատում եի իմ հասկացած լեզվով ոչ մի բան չասեմ, միայն լեզուներով էի աղոթում, որ Սուրբ Հոգին շատերի համար բարեխոսի, որովհետև հենց այդպես է գրված, որ նա բարեխոսում է սուրբերի կարիքների համար։ Դրա համար, երբ որ դու լեզուներով սկսում ես աղոթել, մենակ քեզ համար չես աղոթում, նաև աղոթում ես քո կողքինների համար։ Իրանք չգիտեն, բայց դու իրանց համար բարեխոսում ես։ Եթե ես ու դու աղոթողը լինեինք, մենք հիմնականում կաղոթենք մեր կարիքների համար, մեր խնդիրների համար, բայց երբ որ լեզուներով ես աղոթում, Սուրբ Հոգին գիտի ում ինչա անհրաժեշտ։ Ես երբ որ աղոթում եմ լեզուներով, չեմ անգնում մանգա, ում անունը տվեցի, այն ինչ բառ ասեցի, ես աղոթում եմ, որովհետև գիտեմ ում ինչ պետք է, Տերը դա է անում։ Չորրորդը դա գրված է Եսայա մարգարեության մեջ, շատ եմ սիրում այս խոսքերը, միշտ ասել եմ ու ասելու եմ, հոգնածին հանգստություն է տալիս։ Եսայա 28:11-12-ի մեջ, ասում է վերջին ժամանակների մեջ, օտար լեզուներով պետք է խոսեմ մեր ժողովրդի հետ, բայց դարձյալ ուշադրություն չեն դարձնելու։ Տեսեք, որ այսօր այդպես է։ Մարդիկ լեզուներով աղոթում են, լսում են, ասում են սատանայից է։ Ասում են ճիշտ չեն աղոթում, հայհոյանքներ է դա։ Ասում է վերջին ժամանակներում օտար լեզուներով պետք է խոսեմ մեր ժողովրդի հետ, բայց դարձյալ ուշադրություն չեն դարձնելու ինձ։ Դա գերբնական ապրելաձև չի։ Գերբնական ապրելաձև է, բայց դարձյալ էլ ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում, չեն ուզում ընդունել, դրա համար է Տերը ասում է, դարձյալ ուշադրություն չեն դարձնելու, բայց Սուրբ Հոգով լեցված եկեղեցի, մենք պետք է մի սիրենք լեզուներով աղոթել, որովհետև լեզուների աղոթքի մեջ դա հանգստություն կա, այս երկրի մեջ ամենակարևոր ու ամենաթանկ բաներից մեկը դա խաղաղությունն է, հանգստությունը։ Ինչքան դու սկսում ես լեզուներով աղոթել, այնքան Սուրբ Հոգին քեզ հանգստացնում է եւ խաղաղացնում է։ Աշխարհը փոթորիկի մեջ է։ Գիտեք, որ աշխարհը փոթորիկի մեջ է։ Գիտեք, որ մարդիկ տագնապի մեջ են, չգիտեն ինչ անեն։ Փողերը որտեղից անեն, ուր գցեն, ուր փախնեն, չգիտեն ինչ անեն, որ երկիրը փախնեն, լսել են, որ աշխարհի վերջն է, ամբողջ աշխարհը խառնաշփոթ է։ Հավատացյալները հանգիստ իրաց բար ապրում են, ձեր կողքը շնչի չեք անհանգստանում։ Հանգիստ գալիս են, երգում են, աղոթում են, բառաբանում են, տուն են գնում։ Անապաշխարները տագնապի մեջ են, դու խաղաղության մեջ ես, հեչ կոմպետներ չի ինչա կատարվում այսօր աշխարհի վրա, հա։ Գիտես ինչի, որովհետև Սուրբ Հոգու լեցունությունը հենց այդպես է մարդկանց դարձել։ Եվ ուշադրություն դարձել եք ու կյանքին, տես ինչքան անհոգ ես դարձել։ Անհոգ չես, շատ անհոգ ես։ Մեկ էլ քեզ տրամադրում ես, արա դե լավ ջայր տաղայես մի հատ ոգևորվի լավ բան, բայց այնքան անհոգ ես։ Դավիթն ասում է սարերն էլ իրաց տեղից ցատկի, սիրտս տեղից չի ցատկելու։ Սիրտս տեղից չի ցատկելու։ Հավատացյալները դարձել են ուղղակի անհոգ սպարտի, կարելի ասել։ Բայց եթե անկեղծ ասեմ, հավատացյալների հոգսը ավելի շատ է։ Չէ՞։ Մեր հոգսը այնքան շատ է։ Եթե դնենք մի հատ անհավատի մեջքի, կարող է ողնաշարի ցնցումը ստանա, չէ՞։ Կգնա ողնաշարի բժշկի մոտ։ Բայց քո հոգսը այնքան շատ է, անջատած քեզ ապրում ես, փառաբանում ես Տիրոջը, գալիս են տեսնում, թե դու ոնց ես երգում, ասում են հավաքը երգին, ատես գործերը ոնց ա լավ։ Հալելույա։ Ով գիտի մեր դժվարությունը։ Ոչ մեկը, Տերը գիտի մեր դժվարությունը, մենք գիտենք մեր դժվարությունը, եւ դրա համար մենք անհոգ ու մարդիկ ենք դարձել։ Գիտես ինչի, ոչ թե մենք զգայարաններ չունենք, մենք ունենք զգայարաններ, բայց Սուրբ Հոգին մեզ համար հանգստություն է։ Երբ որ սկսում ենք աղոթել, ինքը մեզ հանգստացնում է, ինքը մեր ձեռքը բռնած ուղղակի տանում է Քրիստոսի ձեռքի մեջ դնի մեր ձեռքը։ Սա է Սուրբ Հոգու գործը։ Այսօր եկեք ուղղակի վստահենք այդ Սուրբ Հոգու, որովհետև Սուրբ Հոգին լավագույն մխիթարիչն է մեզ համար։ Սուրբ Հոգին լավագույն առաջնորդն է մեզ համար։
Սուրբ Հոգին լավագույն ուսուցիչն է մեզ համար։ Եթե դու ուսման կարիք ունես հոգևոր կյանքի մեջ, Սուրբ Հոգին լավագույն ուսուցիչն է։ Եթե դու անմխիթար ես, Սուրբ Հոգին լավագույն մխիթարողն է։ Ուղղակի մխիթարված Տիրոջը երկրպագենք։ Եթե դու մտածում ես, որ բոլորը հոգս չունեն, միայն դու, ես քեզ ասեմ, բոլորն էլ հոգս ունեն։ Բայց հանձնել եք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին թող ամեն հարցերը լուծի։ Եթե դու այսօր առաջնորդի կարիք ունես, Սուրբ Հոգին լավագույն առաջնորդն է, Սուրբ Հոգի ջանից առաջնորդի։ Դու ինձ տար փառքից բար, տար զորությունից զորություն։ Այս աշխարհը մեզ հանգիստ չի խոստանում, բայց Տերը մեզ հանգիստ է խոստանում։ Հավատացյալ ժողովուրդ, նրանք ովքեր Սուրբ Հոգով մկրտված են, շատ սիրեք լեզուներով աղոթել, ովքեր մկրտված չեն, ձգեք աղոթել, խնդրեք, աղաչեք, փափագեք, որ դուք ես Սուրբ Հոգով լցվեք ու սկսեք աղոթել, որովհետև Սուրբ Հոգու լեցունությունը մարդու կյանքը 180 աստիճան փոխում է։ 180 աստիճան։ Դու նախկինում ով էիր, դառնում ես լրիվ ուրիշ անձնավորություն, որովհետև Սուրբ Հոգին մեր մեջ գալով նա մեզ դարձնում է Քրիստոսի պատկերին եւ նմանությանը։ Սուրբ Հոգին մեր մեջ ձևավորում է Քրիստոսին։ Մարդիկ, երբ որ քեզ տեսնեն, այլևս քեզ չեն տեսնելու, քո մեջ ուրիշ մարդ են տեսնելու, որի անունը Հիսուս է։ Որովհետև Սուրբ Հոգին քեզ այնպես է դաստիարակում, այնպիսին է դարձնում, որ քեզ հետ հանդիպողները հետևյալ բանն են ասում, ինչ լավ էր քեզ հետ հանդիպեցի։ Գիտեք, դա ում հետ կարան այդ ձևի բան ասեն։ Միայն Հիսուսի, ինչ լավ էր, որ Հիսուսի հետ հանդիպեցի։ Քեզ հետ հանդիպողները Հիսուսի հետ են հանդիպում։ Գիտես ինչի, որովհետև Սուրբ Հոգին քեզ դարձնում է այդ Հիսուսի պատկերին ու նմանությանը։ Դուք լսած կլինեք Սատոսուն Տարսինկի մասին, Սատոսուն Տարսինկի կյանքից մի պատմություն կա, ասում է գալիս է մի երկիր, փողոցներն ընկած 17-18 տարեկան տղա սկսում է Հիսուսի մասին քարոզել, եւ գալիս է միտեղ դարպասը թակում է, եւ այս աղախինը դուրը բացում է, եւ բան չի խոսում, վազելով գալիս է տանտիրոջ ասում, որ Հիսուսը եկել է։ Ասում է ինչպես Հիսուսը եկել, ասում է Հիսուսը եկել է, այնա կանգնած դուրը թակում է, Հիսուսն է եկել։ Տանտերը գալիս է տեսնում մի երիտասարդ տղա, ինչ Հիսուսի մասին է խոսքը։ Գիտես, Սուրբ Հոգին քեզ այնպես է դարձնում, որ մարդիկ քեզ տեսնելով տեսնում են Հիսուսին։ Ամեն։ Դու մտածում ես, որ Հիսուսը սևամորթ էր կամ սպիտակամորթ էր կամ ցորնամաշկ էր կամ սպիտակամաշկ էր, երկար մազեր ուներ, բայց կամ կարճ մազեր ուներ։ Ես քեզ ասեմ, դա այդքան էական չի։ Հիսուսը ինքը իր պատուղներով է քո մեջ ապրում։ Դու ինձ ձև կաս Հիսուսը հենց այդպես է դրսևորվում է քեզանից։ Եկեք թույլ տամ, թող Սուրբ Հոգին մեզանից վառի, մաքրի, հեռացնի այն, ինչը որ Հիսուսը չի։ Ասում եմ մի հայտնի քանդակագործ ժայռի վրա մի գեղեցիկ գործ քանդակ անելուց է լինում։ Եվ մոտենում են այդ քանդակագործին ու հարցնում են, ասում են, ի՞նչ ես անում։ Ասում արծիվ եմ կերտում։ Ասում եմ, այս ժայռից ո՞նց ես արծիվ կերտում։ Ասում եմ, շատ պարզ, հեռացնում եմ այն, ինչը որ արծիվը չի։ Հեռացնում եմ այն, ինչը արծիվը չի։ Գիտեք, Սուրբ Հոգին մեզ հետ այդպես է վարվում։ Ինքը հեռացնում է մեզանից այն, ինչը Հիսուսը չի։ Դրա համար, երբ որ մեզ տեսնում են, արդեն տեսնում են Հիսուսը։ Մի զարմացի, որ դու օրհնություն ես շատերի համար, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդիկ իրանք օրհնություն են։ Տերը մեզ այդպես է դարձնում, շնորհք է տալիս, փառք է տալիս, օրհնություն է տալիս, մեզ բարձրացնում է վերին աստիճանի։ Դա իր հոգով է ինքը այդ ամենը անում։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Եթե դու ուսման կարիք ունես, նա սովորեցնում է քեզ։ Եթե դու մոռացել ես այն կարևոր բաները, նա հիշեցնում է մեզ, ինչ որ Հիսուս ասեց։ Եթե հաստատման կարիք ունես, նվակայում է ինձ համար։ Եթե մխիթարության կարիք ունես, նա կմխիթարի մեզ։ Եթե սխալների ու մեղքերի մեջ ենք, նա կհանդիմանի մեզ։ Եթե մենք մոլորված ենք, նա կառաջնորդի մեզ։ Եթե հայտնության կարիք ունենք, նա կպատմի մեզ գալիքի մասին։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Դու սովորեցնում ես եւ առաջնորդում ես մեզ Տեր։ Ուղղակի ուզում եմ Տիրոջ ասենք Տեր,
Ուզում եմ ես քո Սուրբ Հոգու հետ շփվեմ։ Սուրբ Հոգի ջան, ուզում եմ դու խոսես ինձ հետ։ Ես ուզում եմ լսեմ քո ձայնը, ուզում եմ ճանաչեմ քեզ, որովհետև դու ավելին ես։ Եվ ես ուզում եմ ավելի եւ ավելի մտերմիկ լինեմ քեզ հետ Սուրբ Հոգի։ Հրաշքներ անող ամենակարող Աստված, խնդրում եմ քեզ Սուրբ Հոգի, սովորեցրու ինձ, հիշեցրու ինձ, առաջնորդիր ինձ, հաստատիր ինձ, մխիթարիր ինձ, զորացրու ինձ, որովհետև առանց քո հոգու, Հայր